Շնորհակալություն, հարգելի պարոն փոխքաղաքապետ, հարգելի գործընկերներ, իհարկե պարոն Սարգսյան, ես չհիշեցի ձեզ անվանական, ես երբեմ նման որակում տվել անվանական, բայց ինչ վերաբերում է ձեր քաղաքական ուժին, ես ասել եմ, ասում եմ ու կրկին ասելու եմ, որ այո, դուք փող բաժանածների քաղաքական ուժ եք ու քաղաքական խմբակցություն եք։ Հետի այդ մասով հիմնավորումները բազմաթիվ կան, հանգիստ եղեք։ Իսկ այս հարցի քննարկման շրջանակում ես ցանկանում եմ արձանագրել, որ ցանկանում եմ արձանագրել, որ մեր ընդդիմադիր ավականու խմբակցությունները չցանկացան միանալ այս նախաձեռնությանը, այս քննող հանձնաժողովին, որը քննելու է տարիներ շարունակ երևանցիներից զավթած մանկապարտեզները, որոնք նախատեսված էին մեր երեխաների համար, ես կարող եմ բազմաթիվ օրինակներով խոսել, դիցուք Էրեբունի վարչական շրջանում կա մանկապարտեզ կամ մանկապարտեզներ, որոնք բաղկացած են 4 կամ 5 մասնաշենքերից, որից երկուսը ըստ էության զավթվել են նախկին իշխանությունների ժամանակ եւ որտեղ պետք է լիներ ըստ էության 12-13 խումբ երեխաների համար նախատեսված ծառայել է ընդամենը 6 կամ 8 խումբ, որը զգալիորեն նվազեցրել է մեր երեխաների մուտքը մանկապարտեզներ եւ շատ խնդիրների է հանգեցրել տարիների ընթացքում։ Հաջորդը չնայած բազմաթիվ քննվող գործերի դատախազությունում, որոնք արդեն բազմաթիվ մանկապարտեզներ վերադարձրել են Երևան համայնքին եւ բազմաթիվ շատ համայնքների, այս քննող հանձնաժողովի շնորհիվ մենք գնալու ենք եւ բացահայտենք եւ արդեն դատախազությանը ներկայացնենք, որի տակ արդեն դնելով իրավական հենքեր եւ արդեն ըստ այդմ ունենա համապատասխան զարգացումները։ Ու մի շատ կարևոր բան եմ ուզում արձանագրել, հարգելի ընդդիմություն, ես ուղղակի չեմ կարողանում հասկանամ ձեր այս նախաձեռնության չմիանալը։ Պարոն Սուքիասյանը Մայր Հայաստան խմբակցության դիրքորոշումը ներկայացնելուց, որ ուղարկել է մեր խմբակցությանը, նշել է, որ սա շոու է եւ քարոզարշավ, նոր նշեցին նաեւ ընդդիմադիր ավականու անդամները նախընտրական, Ժողովուրդ ջան, նախընտրական քարոզարշավը Սամվել Կարապետյանի Տաշի Սամոյի նկարներն է Հյուսիսային պողոտայում Դալմայի կամ Ռիոմոլի մոլերի պատերին։ Քաղաքական քարոզարշավը այդ է, բայց Երևանցուն ծառայելը մանկապարտեզների հետևից գնալը տեսնենք թե ով է գողացել թարանելու դրա մասին ընթացք ունենալը, դա քաղաքացուն ծառայել է, այլ ոչ թե քաղաքական քարոզարշավ։ Դա էլ այդ մասով։ Հաջորդը մի բան էլ էլի, ու այս process-ի ամենակարևոր իմաստը նա է, որ դուք եւ ձեր կողմից ֆինանսավորվող, հովանավորվող լրատվականները, որ քաղաքացիներին Երևանի փողոցներում կամ տարբեր համայնքներում ասենց գնում են վրա են տալի, ասում են այս իշխանությունները մանկապարտեզա կառուցե, դիմացի ասֆալտը մի քիչ բարակ է արել, ոնց որ փոխվում է, հարցը տեղ չի, պետք է գնալ հասկանալ այդ մանկապարտեզը, որ վերադարձրել է այս իշխանությունը, ումից է վերադարձրել, ու այո, ես կրկնել եմ ու նորից հիմա ասում եմ այստեղ, այն մարդիկ, ովքեր որ ասֆալտը անգամ բարակ են արել, դատվելու են, ով որ փող է կերել ինքը դատվելու է, ու դա սկսելու է ձեր քաղաքական ուժի դինաստիայից, այն դինաստիայից, որոնք որ մանկապարտեզները եւ դպրոցները զավթել են։ Ու մի բան էլ, որ հանձնաժողովի նիստին պարոն Սուքիասյան նշում եք, ասում եք 7 տարյա բան եք, իշխանության եք, գնայիք, վերցնեիք, բերեիք, դատեիք, փրթեիք, թափեիք, մենք տենց չենք ուզեցել անենք, պարոն Սուքիասյան, մենք քաղաքականուց չենք, պատվերով մենք արդարադատություն եթե մենք անենք, հիմա այստեղ բոլորը կլինեն բերդերում, ոչ միայն այս դահլիճում, այլ նաև այս դահլիճից դուրս։ Հարցը այնտեղ է կայանում, որ մեր դիրքորոշումը հստակ է, որ մենք ուզում ենք անաչառ կերպով գնալ բոլոր հարցերի հետևից եւ ունենալ իրավական համապատասխան հետևանքներ, այլ ոչ թե ինչ-որ մի դրվագով էլ անգամ ինչ-որ մի անիմաստ մարդ ուղղակի գնա հայտնվի բանտում, ինչա քաղաքական պատվեր է, ոչ, չի լինելու քաղաքական պատվերներ, լինելու է բացառապես իրավական գործընթաց։ Շնորհակալություն։